Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, հիմա այնպես է ստացվել, որ տարածաշրջանը մեր նկատի ունեմ Նեղ Հարավային Կովկասը հայտնվել է երկու բավական այսպես մտահոգիչ ասեմ, պատերազմների արանքում, խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինականին եւ Միացյալ Նահանգների Իրան շարունակվող ըստ էության պատերազմի մասին եւ երկու դեպքում էլ ընդհանրությունը որտեղ է։ Երկու դեպքում էլ արդեն անհնար է տեսնել են կարմիր գիծը, որից այն կողմերը կանգնելու են, կանգ են առնելու։ Հիմա երևի հերթով, Միացյալ Նահանգները այնուհանդերձ չնայած նախնական պայմանավորվածություններին ստորագրված Իսլամաբադում շարունակեց ռազմական գործողությունները, ընդ որում Թրամփը բավական տարօրինակ պատճառաբանություն բերեց դրա համար, ասելով, թե տեղեկատվություն ունեն Իսրայելից ստացված, որ իր դեմ մահափորձ են կազմակերպելու իրանցիները եւ հետեւաբար դա այսպես դարձավ պատճառ կամ առիթ, որ հարվածները Միացյալ Նահանգների կողմից Իրանը շարունակվեն, որ պահին կարող է կանգնել պատերազմը, որովհետև Թեհրանը ամենայն դեպս ապանդում է, որ ինքը էլ չի կանգնեցնելու։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների այս պատերազմը Իրանի դեմ, ես կասեի այդպես, չհաշվարկված գործողություն է։ Միացյալ Նահանգները հասկանալով, որ մեծ առավելություն ունեն Իրանի համեմատ այդ ռազմական պոտենցիալում, Իսրայել ունի մեծ առավելություն, միասին էլ ավելի մեծ առավելություն ունեն, իմ կարծիքով մտածում էին, որ ուժային մեթոդով կարող են լուծել, ու Թրամփը հետաքրքիր դեմք է, իր համար գլխավորը, ասենք, ռազմավարական, տակտիկական, չգիտեմ, փոփոխվող քայլեր անել, տակտիկական հետո ռազմավարական, ինքը համարում է, որ կարող է մի հարվածով լուծել, քանի որ ամենահզոր երկրի բանակը ունի եւ այլ եւ այլ։ Բացի դրանից, քանի որ ինքը մարդը, որը բիզնեսից եկած է, իր ընկալումը երկրների իմ կարծիքով բավական սպეციფიկ է, ասենք, եթե երկիրը ունի օրինակ մեծ բանակ, ուրեմն կարելի է այդ երկրի դեմ, ասենք, կռիվ սկսել։ Դուք նկատել եք, ինքը պարբերաբար անում է հայտարարություններ, օրինակ 28-ին, երբ որ երկրորդ պատերազմը սկսվեց, չէ, ասենք մի շաբաթ անց, հիշում եք, ինքը ասեց, մենք ոչնչացրեցինք 90% ռազմական պոտենցիալը, էլ բանակ չկա։ Հիմա մենք տեսնում ենք, որ լավ էլ բանակ կա Իրանում, լավ էլ ոստիկանություն կա Իրանում, լավ էլ հատուկ ջոկատայիններ կան Իրանում, լավ էլ կռվում են մարդիկ, այո, տարբերությունը մեծ է, Ամերիկան այսօր էլ ունի մեծ առավելություն, բայց այդպես չի, հողի վրա բավական իրանցիք լավ պաշտպանվում են։ Տպավորություն է, որ Թրամփը փորձում է այսպես ձեռքի ուժով մրցել շախմատիստի հետ։ Շախմատիստը բնականաբար ձեռքը չի տալիս, ասում է, չէ, ես իմ խաղը կխաղամ, դու ոնը փորձի անել։ Այո, ու նայեք, Թրամփը բացի դրանից, դուք հիշում եք, քանի անգամ ինքը քննադատում էր իրանց հետախուզական ինստիտուտները, իրանց անվտանգության համակարգը, իր մոտ կա անվստահություն իրանց նկատմամբ, ու ինքը չի թաքցնում։ Պարզ է, իրանց կարծիքը իր համար այդքան կարևոր չէին, ու դա էլ պատճառներից մեկը, որ ինքը ընկավ բավական ծանր վիճակի մեջ։ Հիմա ինքը շարունակում է պատերազմական գործողությունները ոչ միայն այն պատճառով, որ իրոք Իրանը ծանր բանակցող է։ Իրանի հետ գործ ունենալ իրոք օբյեկտիվ ծանր է։ Իրանը զիջումների չի գնում, կարող է թվա, որ գնաց զիջումների, բայց ռեալ չի գնում, էդ էլ ճիշտը ձեզ ասեմ, Իրանի հետ գործ ունենալը շատ դժվար է, բայց Դոնալդ Թրամփի ընկալումը
որպես ղեկավար ընկալում է ռեալությունները, իմ կարծիքով չի համապատասխանում իրականության, չի հենվում համակարգային համակարգից, որը կա Միացյալ Նահանգների, իր արձագանքը էմոցիոնալ է, նաև բիզնեսի տեսանկյունից ինքը նայում է։ Օրինակ, ակնհայտ է, չէ, ինչու ինքը մտավ Վենեսուելա։ Ավելի ճիշտ ձերբակալեց Մադուրոին տարավ Միացյալ Նահանգները, վերահսկումը։ Նավթի պատճառով։ Հիմա ինքը մտածում էր, որ նույն ձևի նավթը կվերահսկի, որը դուրս է գալիս Իրանից, Հորմուզի նեղուցից եւ այլ, բայց տարբեր տարածաշրջաններ, տարբեր ռեալություններ հաշվարկ չի արել։ Որոնք խոսակցություններ կան, որ Վենեսուելայի նավթը էլի շարունակում են այնքան էլ չվերահսկել մեղմ ասած։ Ես դա չեմ բացառում, բայց Իրանի դեպքում չի ստացվում։ Նայեք, երկրորդ պատերազմը սկսեց ու մենք երրորդ պատերազմ, ես կասկած չունեմ, այս 4-5 օրվա այս մեծ պատերազմական գործողություններ Միացյալ Նահանգների Իրանի դեմ, դա երրորդ պատերազմն է, ինձ հավատացեք, այն նպատակի, որի մասին մտածում է Թրամփը, չի հասնի, քանի որ Իրանը, ես կասեմ այդպես, բարդ պետական համակարգ ունի։ Օրինակ դուք գիտեք, երբ որ սպանեցին Այաթոլլահ Խոմեյնիին, իրենց համադրության համաձայն ավտոմատ կառավարումը բանակի բաժանվեց 37 մասի, ինչքան պրովինցիա նահանգ ունի Իրանը, բաժանվեց։ Պրովինցիայի ղեկավարները, նահանգների ղեկավարները դարձան այն մասի բանակի ղեկավարը, որը իրենց մոտ է գտնվում։ Այս ձևի բանակի դեմ դժվար է կռվել, հասկացաք։ Ստացվում է, որ Չեմ ասում, ինչքան դժվար կլինի, եթե հանկարծ Միացյալ Նահանգները որոշի ցամաքային օպերացիա իրականացնել, ինչի ես անձամբ չեմ հավատում։ Ես էլ չեմ կարծում, որ կմտնեն, բայց իրանք ուզում են լոկալ անել, գիտեք որտեղ, կղզիներում։ Այս Հորմուզի նեղուցի մի քանի կղզի կա, այնտեղ իրենք կարող են մտնել, բայց նորից կրկնում եմ, որն է նպատակը, մինչև հիմա չեմ հասկանում։ Հիշում եք, Տրամփը ասում էր գները կիջնեն, ես կվերահսկեմ, ու հակառակը գները բարձրանում են ու ոչ միայն Եվրոպայում, նաև Միացյալ Նահանգներում։ Ուրեմն բարդ ղեկավար է Տրամփը, շատ բարդ, իր մտածելակերպը տարբեր է նախկին նախագաներից ու ոչ միայն Բայդենից, այլ նախկին նախագաներին Միացյալ Նահանգների, իր համար այնուամենայնիվ բիզնեսը, գործարք, դուք նկատել եք, ինքը չի ասում համաձայնագիր, ինքը օգտագործում է բառ deal դա Համաձայնություն, այսպես պրիմիտիվ իմաստով։ Հանդիպեցինք, ասենք, քեզ $100,000, դու ինձ տալիս ես, ասենք, 50,000, մենք ու ապրանք, այդպես պրիմիտիվ deal-ը օգտագործում է ավելի տակ պրիմիտիվ իմաստով։ որոշումն է ավելի շատ։ Ավելի շատ որոշում, տակ այդպես We have a deal, այսինքն մենք որոշում կայացրեցինք։ Ինչ եմ ուզում ասել։ Նու հիմա այդ ինչ ունենք։ Ի վերջո Դոնալդ Տրամփի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ես ողջունում եմ, դա է պատճառը, որ ես ուզում եմ, որ Դոնալդ Տրամփի մոտ ստացվի Իրանի հետ լեզու գտնել, ստացվի, ասենք, մի մասը ինչ ինքը ուզում է, որ ստացվի Իրանի հետ, օրինակ, որ Իրանը ձեռք չբերի միջուկային զենք, այլ խնդիրներ, ես ուզում եմ, որ ստացվի, քանի որ Դոնալդ Տրամփի ծրագիրը մեզ հետ շատ հայանպաստ է, միանշանակ։ Բայց այստեղ մի, այսպես ասեմ, մտավախություն կա, որը ես արդեն մի քանի փորձագետների մոտ նկատել եմ, հաշվի առնելով այդ Թրամփի ցանկությունը գնալ գործարքների կամ ցկտումը գործարքների գնալու։ Հիմա տեսեք, երբ երրորդ պատերազմը արդեն Իրանի դեմ սկսվում է, երբ Իսրայելը շարունակում է կոշտրետրաբանությունը օգտագործել, այսօր պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ եթե հանկարծ Իրանի մտքով անցնի հարվածել Իսրայելին, Իսրայելը ամբողջ իր ունեցած հնարավորությունները կթափի Իրանի վրա։ Հիմա այստեղ Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը փոփոխվում է, բնականաբար, եւ այդ փոփոխության ընթացքում արդյոք դուք չունեք մտավախություն, որ օրինակ Ադրբեջանը կփորձի գնալ գործարքի նույն Դոնալդ Տրամփի հետ կամ Իսրայելի հետ, ասելով գիտեք ինչ կա, եթե դուք ուզում եք, որ ես ձեզ օժանդակեմ այս հարցում, մասնավորապես Իրանի հետ կապված հարցում, դուք պիտի, ասենք, այն մի հարցում գնաք դեպի ինձ զիջում անել։ Խոսքը վերաբերում է Սյունիքին կամ ավելի ճիշտ Թրիփին, հա, այսպես ասեմ, որը պիտի վերածվի իրենց պատկերացմամբ Զանգեզուրի միջանցքի։ Ես համաձայն եմ, ռիսկեր կան։ Ընդհանրապես այդ պատերազմը Միացյալ Նահանգների Իրանի դեմ
նույնիսկ եթե հանենք հիմա Իսրայելի գործողնա, կա ուժեղա, բայց եթե մի պահ չնայենք, միայն այդ պատերազմը ռիսկեր իր մեջ պարունակում է։ Ռիսկեր օրինակ, Իրանը բավական լուրջ դիմադրում է։ Իրանը կարող է ասի մեզ չպետք է իրականացնենք, քանի որ Իրանը զգաց, որ ուժ ունի։ Թույլ տեղեր ամերիկացիք ունեն, չէ՞։ Իրանք կարող են ասեն, գիտեք ինչ, հայեր, մենք ձեզ հավատում ենք ու հիմա էլ ասում են, մենք ձեզ հավատում ենք, որ այս ծրագիրը մեր դեմ ուղղված չի, բայց քանի որ ամերիկացիք չափը անցան, այդպես կոչված կարմիր գծերը, մենք հիմա դեմ ենք, որ դուք կառուցեք։ Հաշվի առնելով նաև, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է, ու այդ մեծ գաղտնիք չի, այդ իրանց փակելը շուկան մեր ապրանքների առջև կա ոչ միայն կապված է եվրոինտեգրացիայի հարցերի հետ Հայաստանի, նաև կապված է TRIPS ծրագրի հետ, ուստեղ այո ռիսկեր կան, Ադրբեջանի ղեկավարությունը ու Իլհամ Ալիևը բավական ճկուն են։ Նայեք, Իլհամ Ալիևը առաջ բերեց 3 գումարած 3։ Ինչ է 3 գումարած 3։ Այդ բանաձևը հակա TRIP ծրագրի է։ Իրականում եթե շատ ենք խորանում 3+3 բանաձևի հեղինակը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, հետո Իրանը այդ իմաստով պասիվացավ, Թուրքիան վերցեց իր վրա, հիմա Ռուսաստանն ակտիվացել, ասում վայ 3+3-ով եկեք խնդիրները լուծենք։ Միանշանակ ճիշտ է, ու ինչ եմ ուզում ասել։ Ադրբեջանը դա օգտագործում է։ Ինչի հիմա 3 գումարած 3 օգտագործեց, ոգևորեց Ռուսաստանը, Բայրամովը հանդիպեց Լավրովի հետ, հենց դրա պատճառով առաջի հերթին։ Ադրբեջանը ուզում է ասել ամերիկացիներին, այ ձեր ասածը, ամերիկացիք, մենք այլ ընտրանքներ ունենք։ Մենք կարող ենք խաղեր տալ Իսրայելի հետ միասին, Պակիստանի հետ միասին, չենք խոսում նույնիսկ Թուրքիայի մասին, Թուրքիան ուղղակի թիկունք է կանգնում Ադրբեջանի, նայեք, եթե դուք Սյունիքում այդ որ ամերիկացիք գիտեք, մի քանի անգամ իրար հետևից նաև 3 օր առաջ պետդեպարտամենտը ասեց TRIP-ը դա Հայաստանի տարածքով է ու ամեն ինչ կլինի Հայաստանի Հանրապետության օրենքներով, սուվերենությունը աստված է մեզ համար, Հայաստանի սուվերենությունը աստված է։ Պարզ է Ալիևին դուր չի գալիս։ Հիմա Ալիևը ասում է, գիտեք, ամերիկացիք, ես կգնամ նորից 3 գումարած 3, կվերադառնան ռուսական տարբերակի բացման Սյունիքում ճանապարհին։ Այստեղ մեծ մի ներբծություն կա, պարոն Գրիգորյան, տեսեք, համենայնպես ենթադրում եմ, որ նման ներբծություն կա, Թուրքիան սկսել է այսպես բավական հեռանալ Ռուսաստանից։ Այս 4 տարիների վաճառքը դրա ապացույցներից մեկն էր, որ վերավաճառեցին։ Հասկանալի է Մոսկվայի թույլտվությամբ բնականաբար, որովհետև պայմանագրի մեջ այդ կետը կար։ Դեռ չգիտենք որ երկրին, բայց ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքի արաբական երկրներից ինչ որ մեկին։ Եվ այս խաղում Թուրքիան կարող է Բաքվի, Անկարան կարող է Բաքվի մեջքին չկանգնել այնքան էլ, այսինքն այս խաղի մեջ կարող է չմտնի այս անգամ։ Ну, գիտեք, այո, այդ կարծիքը ես լսել եմ ու խելքի մոտ է, որ Թուրքիան սկսեց հեռանալ Ռուսաստանից, Ղարաբաղի լուծումից հետո Թուրքիան Ռուսաստանը մեծ հաշվով պետք չի։ Այլ հարցերով կարող է պետք գա, բայց հիմա պետք չի։ Չէ, դե գազը գնում են ռուսներից, որ ակուդավի ձենիցից լրիվ տարբերակով, ինչ չվաճառես, բանում ես վաճառելու։ Հա, դե Թուրքիան կասում է, ճիշտ է ասում է, բայց իմ կարծիքով պատահականություն չի, որ ուղղակի 2 թե 3 օր առաջ նորից Թուրքիան ասեց, որ հույսեր չփայփայեք, մենք սահմանահայեր չենք բացի, մինչև Ադրբեջանը դաբրո չտա։ Այնուամենայնիվ Թուրքիան ունի կախվածություն Ադրբեջանից քաղաքական, բարձ է գազից էլ կախված են, բայց ես այդ կախվածությունը շատ են բանանում, մեծացնում, մեզ մոտ շատ են սիրում ասել։ Չեք կարծում, որ Թուրքիան ոչ թե կախվածություն ունի Ադրբեջանից, այլ Թուրքիան դեռ տեսնում է առևտուր անելու տեղ։ Առևտուր անելու է իմաստով, որ ես այս բաները կստանամ, ես սա կանեմ։ Բայց այդ ամեն ինչ կարող է տևել ենք ճիշտ ենք, հա, ինչքան ասենք, երբ Վաշինգտոնից մեկ զանգ Էրդողանին չէ պիտի բացես։ Դե տեսակ հետաքրքիր չի Բաքվում։ Ես ձեզ համաձայն եմ, բայց տեսակ Եվրոպան էլ ստիմուլ է տալիս, ասում եմ Եվրոպան ասում է մենք կֆինանսավորենք այն Եվրոպան ստիպել չի կարող։ Չէ, հասկանում եմ, բայց ֆինանսավորում խոստում տալիս է ամերիկացիք մասամբ ստիպում են, բայց չի բացում։ Գիտեք, մենք
մտածում ենք, որ Միացյալ Նահանգները Եվրոմիությունը մեծ ազդեցություն ունեն, ինչը համապատասխանում է, բայց այդքան մեծ չի, որ ստիպեն։ Հասկանում եք, Թուրքիան միշտ ունի մանևրելու տեղ, Ռուսաստան կա, Չինաստան կա, ինչ եմ ուզում ասել, բարդ հիմա աշխարհը, բայց ինչու Թուրքիան նորից կարկանում է, որ հայեր հույսեր չպայպայեք, լավանում են հարաբերում, մենք գնահատում ենք, բայց Ադրբեջանը մեզ համար աստված է։ Օրինակ դուք գիտեք, որ ցեղասպանության հարցով հիմա Ադրբեջանը կասեցրեց կնեսետում արագ ընդունումը ցեղասպանության փաստի։ Ադրբեջանի միջամտությունները ակնհայտ երևում է։ Դες այդպես չի էլի, որ մենակ Թուրքիան Ադրբեջանը բայց այնպես չի, որ ասենք ԱՊԱ-ն եթե այդ մասին օրինակ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, հենց այդպես է, որտեղ ի սկզբանե օրինակ ես անձամբ չէի հավատում, որ դա Քնեսետի օրակարգում ընդգրկվելու է։ Ամենադեպս այս ցրվող Քնեսետի գնացող։ Համաձայն եմ, բայց ուզում եմ ասել, որ Ադրբեջանն էլ գործոններ ունի ու մյուս գործոնը, որը դժբախտաբար մենք չենք օգտագործել Ռուսաստանի դեպքում, Թուրքիայի դեպքում, Ադրբեջանը իրոք աշխատում է Թուրքիայի անալիտիկ կենտրոնների հետ, քաղաքական էլիտայի հետ։ Հա, իրանց մոտ շատ մոտ բաներ ունեն իրանք, բարձակրոնը իրանց միավորում է եւ այլ, բայց իրոք աշխատում են։ Այդ ես ինֆորմացիա ունեմ, ակտիվ աշխատում են, օրինակ, երբ որ Թուրքիայի փորձագետների հետ մեկ-մեկ լինում է միջազգային հարթակներում մենք հանդիպում ենք, մի մասին ես ճանաչում եմ, մի մասին չեմ ճանաչում, խոսում ենք, իրենք չսկսելով խոսել, ասում են, դու գիտեք ինչա, մենք շագրգռված ենք, հաջուկով ձեզ այդ կծանոթանանք, կաշխատենք, բայց իմացեք այնտեղ մեր ավելի մոտ մարդիկ են։ Ինչու՞ց է դա գալիս։ Իրանք աշխատում են։ Օրինակ հիշում եք, ես մի քննարկման ժամանակ ձեզ հետ ասել եմ 90-ական թվերին մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ, չնայած որ ելցինները ես հիշում եմ, որ աշխատում ենք զոր ու գիշեր եւ քաղաքական էլիտան Հայաստանի եւ փորձագետներս եւ աշխատում էինք։ Հիմա 2000-ական թվերին հետո այդ նախկիները չաշխատեցին, ինչու։ Առաջի դեմքերը որոշեցին, որ հերիք է, որ Պուտինի հետ գործ ունեն, լավ են հարաբերությունները այն ժամանակ, բայց չհաշվարկեցին, որ ամեն ինչ փոխվում է։ Ու հիմա նայեք ինչ է կատարվում նույն ռուսական էլիտայում։ Բոլորը մեր դեմ են ու զարմանալի է։ Շահը Ռուսաստանի մեզ հետ է համընկնում, ոչ թե Ադրբեջանի։ Այ Ադրբեջանը դա օգտագործում է։ Եվ աշխատում է այնտեղ, եւ աշխատում է Թուրքիայի հետ։ Ինչքան էլ մոտ են Թուրքիայի հետ, ու գիտեք ինչ փողեր են ծախսում, օրինակ ԶԼՄ-ների հետ Թուրքիայի հետ աշխատել։ Միտքս ինչու՞մ է։ Մենք էլ հիմա, դու գիտեք, 4-5 տարի է, ես ողջունում եմ, իրոք մեծ աշխատանք կատարվում է արտաքին ոլորտում, բայց այն բաց թողումները իրանց հետ այդ իմաստով գոնե մի սերունդ մենք բաց ենք թողել Ռուսաստանում, հա, մենք կորցրեցինք մի երկու սերունդ իրանց քաղաքական գործիչների կորցրեցինք։ Պատկերացնում եք, ես հիմա երբ որ լսում եմ Ռուսաստանի, ես խնդրում եմ, լսեք իրենց հայտարարությունները։ Հայտարարությունը ցանկացած քաղաքական գործիչի, պարզ է Պուտինին պետք է լսես, այդ մյուսները ով են։ Բայց ցանկացած քաղաքական ինքը ինչ որ ասում է համընկնում է Հայաստանի շահերի հետ, բայց ինքը դա վերագրում է Ադրբեջանին։ Դա ինչից է գալիս։ Ադրբեջանը աշխատեց։ Մի մասին կաշառեցին, մի մասի հետ իրոք աշխատեցին, ինչ որ գործոններ բերեցին, այ եթե այդպես։ Հիմա Ադրբեջանն էլ չէ, ռեալ գցում է Ռուսաստանին, եկեք չխափենք էլի։ Ղարաբաղի հարցի լուծումից հետո հիմա Ադրբեջան արդեն գցել։ Հա, արդեն այ ճիշտ եք ասում։ Ես մի քիչ զգուշավոր ասացի, բայց դուք ճիշտ եք, արդեն գցել են։ Բայց Ռուսաստանը չի վերադառնում այդ թեմային, չի ասում ոնց մենք ուրեմն ինչ եմ ուզում ասել, պետք է հաշվի առնենք, մենք էլ աշխատում ենք, որ այս զարգացումները նույն Իրանի հետ ես պնդում եմ, հիմա էլ ավելի պետք է աշխատենք Իրանի հետ համեմատ նրա ինչ աշխատել ենք, որ բացատրենք, որ բացառվում է ինչ էլ զարգացում լինի Իրան-Ամերիկա հարաբերությունների, բացառվում է, որ թրիփը մի տոկոսով Իրանի դեմ ուղված լինի։ Ու դա կարելի անել, ինչքան գիտեմ, կառավարությունը անում է այդ աշխատանքը, տանում է։ Հիմա մի քիչ դեպի հյուսիս գնանք, որտեղ այնտեղ էլ բոլոր տեսակի ըստեյության կարմիր գծերը անցել են երկու կողմն էլ, թե Ռուսաստանը, թե Ուկրաինան, որովհետև ըստեյության հիմա արդեն պատերազմ է գնում ոչնչացման ուղղությամբ, հաշվի առնելով, որ լոգիստիկ կենտրոններն են ոչնչացվում, հաշվի առնելով, որ արդեն քաղաքացիական օբյեկտների վրա թիրախային հարվածներ են, պատահականությանը ես արդեն չեմ հավատում ոչ այս ոչ այն կողմից։ Այսինքն դա արվում է նպատակային, Ղրիմն է սկսել դատարկվել։
ըստ էության ուկրաինացիները հայտարարում են, ասում են մենք Ղրիմի կամուրջին չենք խփում, միայն նրա համար, որ մարդիկ կարողանան դուրս գալ Ղրիմից։ Գնացեք, թողնում ենք։ Եվ ըստ էության Ղրիմը հայտնվել է շրջափակման մեջ։ Բենզին չկա, սննդամթերք չկա, եղածը ահա որ թանկացել է, ես ամենօրյա ռեժիմով հետևում եմ այնտեղից բնակիչների այդ ռիլերին, հա կարճ վիդեո հոլովակներին, հիմա այս պատերազմը այս մեկը Ռուսաստան-Ուկրաինա որտեղ է այն կետը, որտեղից այն կողմ չեն գնա կամ կարող է այդ կետը չկա այլևս։ Կարելի է ասել, որ այդ կետը գրեթե չկա, չեմ կարծում, որ Ռուսաստանը կհամարձակվի միջուկային զենք օգտագործել, չեմ կարծում, բայց նույնիսկ առանձին դեպքերում փոքր մոքր հարվածներ ատոմակայաններին տալիս են, չէ՞։ Պարզ է, այդպես ուժեղ հարվածներ չեն տալիս, հասկանում եմ հետևանքների մասին, բայց երկու կողմն է։ Իդեպ դուք շատ լավ նշեցիք, պարզ է ագրեսիան կատարեց Ռուսաստանը իմ կարծիքով լրջագույն սխալ արեց, մեղավոր է, բայց ուկրաինացիք հիմա բավական էֆեկտիվ հակահարվածներ տալիս են ու ոչ միայն նավթամշակման գործարաններին, ոչ միայն ռազմական օբյեկտներին, հիմա հա, օրինակ Wildberries-ի հա այդ իրանց պահեստներին հարված տալը էլեկտրաստալ Մոսկվայի շրջանում դա լուրջ վնաս հասցրեց։ Ինչելուց այսօր էլ Ռուսաստանը համանման հարված խփելու տվել է Ուկրաինային, այնտեղ էլ մի լոգիստիկ մի հապ ոչնչացրել է։ То есть այո, փոխադարձ ոչնչացման ճանապարհով գնում են, դա շատ վատ է բոլորիս համար, այդպես չի էլի, որ ասենք մեկի համար վատ է, նախկին սովետական միությունում գտնվող երկրների բոլորի համար վատ է, դա հետևանքներ եւ լոգիստիկ ունի, ես օրինակ այս ծանր վիճակի հետ եմ կապում Ռուսաստանում, որ Ռուսաստանը գնաց խալի ու իր շուկան մեր արժեվ փակեց, դա ոչ միայն մեր եվրոինտեգրացիա, ես նոր ասեցի, որ այլ թրիփի հետ նաև կապված է Ռուսաստանի ներսում ճգնաժամի, իրանք հիմա չգիտեն ինչ անեն ու նեղանում են այդ դեպքում, որ պետք չի նեղանալ, փակեցին շուկան, այս բացասական Մինչև ձերքի հետ մենք այդքան էլ չնկատեցինք, բայց թուրքական կուլտուրաների համար էլ փակեցին թուրքական դեղց եւ այլ փակեցին շուկաներ, ճիշտ եք ասում, то есть դա ազդում է բոլորիս վրա, բացի դրանից կասկած ես չունեմ, եթե այդ մեծ պատերազմը չլիներ, մեծի մասին է խոսքը 22 թվից Ադրբեջանը չէր համարձակվի դատարկել Ղարաբաղը, ակնհայտ է։ Ոչ թե Ռուսաստանը շատ էր ուզում մեզ պաշտպանել, դա դրա հետ կապված չի։ Ուղղակի իրանք հասկանային, որ ռիսկեր կան, մեծ ռիսկեր, այո, դա ռիսկերը պարունակում ու այ դուք որ սկզբից ասեցիք Ադրբեջանը մանևրում է, հիմա էլ մանևրում է։ Ադրբեջանը ինչ է մտածում։ Հիմա ծանրագույն վիճակում է Ռուսաստանը, արի վերաթարմացնենք 3+3-ը ու Ռուսաստանից փոկենք մի բան, ասենք մեղրիով, որ իրանք ավելի ակտիվ լինեն, քանի որ հիմա пассивացել են Ռուսաստանը, քանի որ Հայաստանն էր իրանց հենարանը, կորցրեցին, пассивացան, հիմա Ադրբեջանը ուզում է բերել այս տարածաշրջան նորից Ռուսաստանին, ինչ որ կոպիտ ասած, որ միջանց կլինի, այլ ոչ թե ճանապարհ մեր կողմից տրված, իրանք մանևրում են։ Բայց մի բան ես ուզում եմ ասել ու ուզում եմ զգուշացնել ադրբեջանցիներին, որ այս ձևի խառը վիճակում, երբ որ աշխարհը ալեկոծվում է, երբ որ չգիտես ինչու մեկը մյուսին ռմբակոծում է, շատ բաներ, որ հիմա արվում են ամերիկացիների կողմից Իրանի դեմ, անհասկանալի է, քանի որ Իրանը հարվածում է Ամերիկայի դաշնակիցներին, այդ դաշնակիցները հիմա զզված են, կհիշեք իմ խոսքերը, մի մասը կսկսի հանել ամերիկյան ռազմաբազաները, շատ բաներ տրամաբանությունից զուրկ են, հեռու են նույնը Ռուսաստանի քայլերը Հայաստանի դեմ, լրիվ վանում են բավական լոյալ ժողովուրդ Ռուսաստանի նկատմամբ, այս անցուդարձների ժամանակ պետք է ուշադիր լինես ու ադրբեջանցիներին ասում եմ, իզուր դուք այդ խաղերին գնում եք։ Այսինքն դուք մոտավորապես ձեր միտքը այն է, որ հիմա Ադրբեջանը փորձում է պղտոր ջրում ծուկ որսալ եւ այն ժամանակ, երբ ջրերը բարձվեն, բոլորը իրենց հաշիվները ներկայացնելու են դրա համար։ Այո, նաև Ադրբեջանը տուժած դուրս կգա ու մյուս նոր ինֆորմացիան ու իրոք հիմա ապշած է Կասպյան ծովում, դուք գիտեք, երկու լցանավ խոցեցին։
ու հիմա չեն հասկանում այդ որտեղից եկավ այդ հարվածը խոցեցին ու դա կապված է այն հիշում եք Կասպյան այդ կոնսորցիումը որ կա եւ այլ որի մեջ կան եւ Ռուսաստանը եւ Ամերիկան եւ եվրոպական երկրները ու Ղազախստանը գլխավոր դեր է խաղում ինչպես նաեւ չմոռանանք որ Սև ծովում ադրբեջանական նավ խոցեցին խոցվեց նաեւ Սև ծովում միտքս ինչու՞մ է խոցվեց նաեւ Կիևում նորից հերթական անգամ դեսպանատան շենքը այդ ու Ադրբեջանը հիշում եք մի քանի անգամ բողոքներ են ներկայացրել Ռուսաստանին հիմա նորից հասան իրանց միտքս ինչու՞մ է երբ որ անընդհատ խաղերի մեջ ես կարող ես նաև պարտվել մեր շահը ես չեմ թաքցնում ինչու՞մ է որ հայ-ադրբեջանական խաղաղության process-ը կայուն գնա, որ խաղ չտան ոչ ոք։ Ադրբեջանը չտա, մենք չտանք, կայուն գնանք, այդ զարգացնենք, թրիպը իրականացնենք, իրանց մասը ասում են Զանգեզուրի միջանցք, թող դնեն այդ անունը, մեզ ինչ։ Միտքս ինչու՞մ է։ Այս ձևի շարժումներ, երբ որ անում են խաղացողները, մենք պետք է ուղղակի հետևենք, հետևողական նաև Ադրբեջանին բացատրենք։ Այս պետք է բացատրես, ասես, լավ, դուք մտածում եք շատ խելոք եք գնում եք այնտեղ, ինչով կավարտվի կնայենք, էլի։ Էդ էլ հաշվի առնելով, որ իրոք Ռուսաստանի քաղաքականությունը հիմա unpredictable որ ասում են անգլերեն անկանխատեսելի է չես հասկանում ինչի համար դու գիտեք որ իրանք փակեցին Իրանի ծաղիկների համար ճանապարհը կասկած ունեն որ Հայաստանի ասում են իդենտիկ են հիմա ես գիտեք ձեզ պետք է ասեմ մեկ բան եթե դուք մտնեք կայքեր հոլանդական ծաղիկների ոնց են փաթեթավորվում նույնացիպ մերոնք են անում մերոնք այդ փորձը Հոլանդիայից վերցրեցին ուրեմն վաղը ռուսները կարող են ասել իրանցիք նայեք այդ հոլանդական ծաղիկներ են չենք թողնում то есть հասնում է անհետեթության էլ այդ կասկածամտությունը Ռուսաստանի ու այդ դեպքում խաղեր տալ այս ձևի համակարգի հետ շատ վտանգավոր է գործիչներ ունենք որոնք գիտեք հայկական ծիրանը հայկական ծաղիկները գնում են այնտեղ փաստաթղթերը արագ փոխվում են ըստ էության կեղծ փաստաթղթերով առաքվում են ես չեմ հավատում բացի դրանից պետք է մի քիչ ես չեմ հավատում որ նման բան է լինում բայց հաստատ այն է որ մենք ունենք մարդիկ որոնք այդ մասին հայտարարում են դե հիմա թողապացույցներ բերեն ես դες ավելին ասեմ մի քիչ աշխարհագրություն պետք է հասկանաս իմանաս եթե մենք Իրանով իբր տանում ենք ծաղիկ ուրեմն պետք է նայեք ինչ ամբողջ Հայաստանով իջնի Իրանի սահման Իրանի սահմանը անցնես, հետո պետք է հասնես իրանք երկաթգից, իրանք ունեն, որ այդ երկաթգծով հասնի Կասպյան ծով, ծովում պետք է նավերի մեջ դնես, նավով գնա Ռուսաստան լավ էլի։ Այդ նվազագույնը մի 10 օր է, դե ծաղիկի կյանքը 7 օր է, էլի, 6 օր է, այդ համարվում է լավ ծաղիկ, լավ որակի ծաղիկ։ Միտքս ինչու՞մ է, գիտեք, մերոնք էլ պետք է նշանակություն չունի ռուսամետ են թե ինչ են, պետք է մի քիչ մտածեն նոր խոսան, էլի, լավ բան է մտածելը, էլի։ Ես այդպես կասեմ։ Ժվանեսկին էր ասում էր մտածելը շատ բարդ գործ է, դրա համար մարդիկ գերադասում են դատել։ Այո, հեշտ դատել։ Հիմա տեսեք, այս իրավիճակում, բայց Հայաստանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել, այն իմաստով, որ պիտի փորձի ինչ-որ հավասարակշռել, շահեր, բան, որ բախումներ թույլ չտա, տեսեք, ես բարբերաբար հիշում եմ 2019 թվականը, երբ Բոլթոնը եկավ Երևան, այն ժամանակ էլի Թրամփն էր նախագահ, երբ պահանջեց միանալ հակաիրանական գործողություններին, այսպես ասեմ, շրջափակման տնտեսական պատժամիջոցներ հայկական կողմը բնականաբար ասեց ոչ մի դեպքում, հետո հիմա թե ինչքանով դա կապ ուներ, թե չուներ, ես չեմ որ պիտի դատեմ, բայց հետո մենք ստացանք 20 թվականը, երբ Միացյալ Նահանգները ըստ էության մատեմատին չտվեց, եկեք անկեղծ խոսենք, որպեսզի պատերազմը կանգնեցվի։ Հիմա չկա այդտենց մտավախություն, որ այդ թեկուզ մենք ոչինչ չանելու, թեկուզ եթե անգամ սուտ մեռուկ տանք, հա, մենք կարող է այդ դրա համար էլ պատասխան տանք։ Դու եստեղ գիտեք ուզում եմ ճշտում մեկ անել։ Իրոք տպավորությունն է, որ 2020 թվին Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները աջակցեցին, քաղաքական աջակցություն միանշանակ տվեցին, որ պատերազմով չի կարելի լուծել հարցը, քննադատեցին Ադրբեջանը, բայց դրանով սահմանափակեցին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ խոսել Ղարաբաղի ղեկավարության, նախկին ղեկավարության վտանգավոր էր։ Մի բառ ասում էիր, ուղղակի մի բառ, գիտեք ինչա, մի քիչ փոխեք ձեր քաղաքականությունը, մեսեջներ ուղարկեք ամերիկացիներին, եվրոպացիներին, որ իրանք էլ ակտիվանան,
դա ուղղակի առաջացնում էր ես ատելություն ու նույնիսկ վտանգ այդ մարդկանց, ովքեր այդ առաջարկները անում էին, կատաղած չէ, մենակ Ռուսաստան։ Գիտեք, երբ որ այս ձևի բաներ պաշտոնյաներին Ամերիկայի, Եվրոպայի ասում են, իրենք ասում են, հա, Ռուսաստան, դե գնացեք իրենց այդ լուծեք։ Ես ոչ թե արդարացնում եմ, ես համարում եմ, որ եվրոպացիք, ամերիկացիք կարող են մի քիչ ավելի ակտիվ լինել, բայց մյուս կողմից, եթե Ղարաբաղի կողմը ասում է, չէ, խաղապաները ոչ մի սկանդինավյան երկրներից հիշում եք Պոմպեոն այն ժամանակվա պետքարտուղարը որ առաջարկեց չէ մենք անգլերեն չգիտեն կամ չգիտեն սկանդինավերեն չգիտենք բերեք ռուս խաղապաներ դժվար է իրանցից շատ բան պահանջել բաց իրանից ես հիշում եմ Հայաստանի իշխանությունները յուրաքանչյուր ծանր վիճակում էին գիտեք մասամբ դա անսպասելի էր մի հատ հիշեք այն ժամանակվա հայտարարությունները գիտեք ամբողջ աշխարհը ասում էր պատերազմում չի կարող լինել մեր իշխանությունների Հայաստանի անսպասելի էր նոր եկած իշխանությունը մեկ տարվա իշխանություն էր ռեալ ոչ նույնիսկ 1.5 տարվա չէր հիշում եք 19 թվին չէ հունվարից ձևավորվեց պարլամենտը բարձր իրանք չհասցրեցին կողմնորոշվել իշխանությունը այսօրվա իր մոտենում էր շատ պատասխանատու, որ Ռուսաստանը դաշնակից է, պետք է դաշնակցին լսենք, հեշտ է քննադատել, խի լսում եք Ռուսաստանին, ահա, բայց հենց պատասխանատու մոտեցավ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ինչի երկար բարակ ասում են, ուզում եմ ասել, որ դուք շատ ճիշտ եք դնում հարցը, որ հիմա բաց չթողնենք, որ հիմա չստացվի, որ եթե ինչ-որ անսպասելի բաներ լինեն, որ մենք պատրաստ ենք, բայց ես ճիշտը ձեզ ասեմ, այնուամենայնիվ Իլհամ Ալիևը ռացիոնալ մարդ է, ինչ էլ չասեմ, ինքը հաշվարկ կանի, կհասկանա, որ գնալ խաղելի դրա մեջ կա լուրջ վտանգ, ու չեմ կարծում, որ ինքը կհրաժարվի խաղաղության պայմանագրից, որ նախաստորագրված է, իմ կարծիքով այս փուլում գոնե մոտ 2 տարին, 3 տարի, երբ որ Թրամփ կա, ինքը չի գնա։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։